Մենք վերադարձանք տաղավար ու ինչպես Ինան հաղորդման սկզբում խոստացավ, որ այսօր մեր տաղավարում հյուրընկալելու ենք շատ կարևոր մարդու եւ իհարկե խոսելու ենք նույնպես Հենրիկ Մալյանի մասին։ Իսկ ես արդեն շտապ եմ ներկայացնել մեր հյուրին։ Մեր տաղավարում է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, Հենրիկ Մալյանի կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ դուք մեր տաղավարում եք ու կարևոր տոնին ընթരാճ ուզում ենք թե ձեզ, թե մեզ բոլորիս եւս մեկ անգամ շնորհավորենք վարպետի 100-ամյակի կապակցությամբ ու հետաքրքիր է թատրոնի ստեղծման պատմություն օրինակ։ Ինչպես կհիշեք արդյոք, թե ինչպես միտք ծագեց եւ ինչպես այդ աշխատանքները տարվեց, որ ստեղծվի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը։ Գիտեք, ինչ Հենրիկ Մալյանը դասավանդում էր մանկավարժական ինստիտուտում եւ ուներ կուրս այնտեղ, մի քանի կուրս է ունեցել, բայց այդ կուրսը երևի թե ամենահետաքրքիր կուրսն էր եւ հենց այդ կուրսը դարձավ հիմքը թատրոնի, որտեվ շատ ոգևորվել էր ինքը, փայլուն աշխատանքներ ունեին այդ 4 տարվա ընթացքում եւ ներկայացումներ եւ հատվածներ եւ պատմվածքներից կտորներ եւ Սարոյանն բեմադրել եւ Թումանյանի հեքիաթներն են բեմադրել եւ ամեն ինչ պատրաստ էր թատրոն ստեղծելու համար։ Շատ փոքր մի բան էր պետք, որպեսզի այդ թատրոնը ստեղծվեր եւ դժվարությամբ ստեղծվեց, ասեմ ձեզ, որովհետեւ հենց սկզբից էլ տարածքի խնդիր է ունեցել թատրոնը, չնայած ուրեմն տրամադրվել է կինոյի տան փոքրիկ դահլիճը թատրոնին եւ առ այսօր մենք այնտեղ ենք աշխատում։ Այդքան հեշտ չի եղել էլ այդ ճանապարհը, պարզապես Հենրիկ Մալյանը կարողանում էր այդ խոչընդոտները շատ դիվանագիտորեն հաղթահարել եւ պահպանել թատրոնի ոճը, որը շատ ուրույն ոճ էր, շատ հետաքրքիր ոճ էր, որովհետեւ Հենրիկ Մալյանը թատրոնից է սկսել, բայց կինո է գնացել, հետո նորից վերադարձել է թատրոն, ուրեմն իր ստեղծագործություններում, իր բեմադրություններում այդ կինոյի կինեմատոգրաֆի մոտեցումը կար, որտեղ ինքը կինո շատ էր սիրում, փոքր տարիքից եւ Չապլինն էր իր սիրելի ռեժիսորը, միշտ ֆիլմեր դիտել է մանկության ժամանակ եւ շատ մեծ սեր է ունեցել կինոյի հանդեպ եւ այդ սերը փոխանցել է նաեւ թատրոնին յուրահատուկ ոչ ստեղծելով։ Թատրոնը շատ մեծ հաջողություն է ունեցել, ասեմ ձեզ, որ տոմսեր անգամ սպառվել են շատ արագ, փայլուն ներկայացումներ են արվել, ունիկալ ներկայացումներ են արվել։ Ու այսօր էլ դեռ մի քանիսը պահպանվում են։ Այսօր պահպանվում է Թումանյանի հեքիաթներ ներկայացումը, որը 45 տարվա պատմություն ունի, բայց երբ առիթ է լինում դրսում այդ ներկայացումը խաղալու, բոլորը ապշում են, որ դա արվել է 45 տարի առաջ, որտեղ այն մոտեցումները, ռեժիսորական այն լուծումները, որը տրված է եղել 45 տարի առաջ, այսօր նոր կարծես ինչ որ տեղերում նոր օգտագործվում են, նոր ի հայտ է գալիս եւ մինիմալիզմը այդ ներկայացման եւ ասելիքը եւ ոճը շատ հետաքրքիր, ուրեմն ձև են ստացել, ֆորմա են ստացել։ Խոսեցիք ձեռագրից։ Այ նշեցիք, որ սկզբում Մալյանը թատրոնով էր տարված, այսինքն թատրոնով սկսեց, հետո կինո, հետո կինոից նորից վերադարձ ու յուրօրինակ իր ձեռագիրը մալյանական, այսպես նաև շատ ընդգծում երևում է նրա ներկայացումներում, հատկապես Թումանյանի հեքիաթների շուրջ, որի մասին դեռ կխոսենք ու կանդրադառնանք, դժվար չէ այդ նշաձողը պահելը կամ գուցե կան ինչ-որ սկզբունքներ, որ դուք էլ այսօր երբ որ բեմադրում եք, ասում եք այսա օրինակ հայրս Հենրիկ Մալյանը օրինակ սա այսպես չէր անի։ Սկզբունքային ինչ-որ մոտեցումներ կամ ինչ-որ հարցեր կամ գուցե առանձնահատկություններ ու յուրահատկություններ, որ հենց դա է բնորոշիչ հատկությունը Մալյանական թատրոնի։ Եթե կենտրոնանամ դրա վրա, ոչինչ չեմ կարողանա անել, որտեղ դա պարզապես հնարավոր չի անել։ Եթե ինչ-որ մի բան գենետիկորեն տրվել է շարունակաբար, գուցե դա ինտուիտիվ կամ ենթագիտակցաբար ստացվում է, բայց այդպես միտումնավոր ինչ-որ եթե նպատակ ես դնում հենց այդպես նմանվելու, անելու նույնը, դա մի քիչ սուտ կլինի, որ այդպես ասեմ, էլի։ Եվ հիմնական ուրեմն գաղտնիքը սերն է։ Այն սերը, որը հիմքն է հենց թատրոնն է։ Եվ փորձում ենք սիրով պահպանել այդ ամեն ինչը, երբեմն դա դժվար է, բայց նաև հաղթահարելի։ Դուք դա անում եք լավագույնս։ Շնորհակալ եմ։ Չէ, անկեղծ դա այդպես է ու միշտ արձագանքները թե մենք ընկերական մեր շրջապատում, թե նաև որպես հանդիսատես, մեր այցելող հանդիսատեսի շարքերում միշտ դա այսպես առանձնանում է։ Խոսենք հենց նրա ներկայացման մասին, 45 տարի արդեն թատրոնի բեմում ապրում է ու դեռ վստահ ենք շատ երկար է ապրելու։ Ինչու՞ն է բայց գաղտնիքը ու ինչու հենց այս ներկայացումը։
Գիտեք, գաղտնիքը էլի սերն է, սերը Թումանյանի հանդեպ։ Եվ այն մոտեցումը, այն մինիմալիստական մոտեցումը, որով արվել է ներկայացումը, շատ հեշտ կարելի է տանել ցանկացած երկիր, շատ հեշտ կարելի է ցանկացած վայրում խաղալ, եւ դաշտում, եւ չգիտեմ, փոքրիկ շատ, այո, մի վարակույր ընդամենը, տարբերում կտորներից կարված է վարակույրը, ուրիշ ոչինչ պետք չի։ Ուրիշ ոչ մի բան պետք չի։ Դերասանները այստեղ բոլոր դերերը կատարում են շուն, կատու, չգիտեմ, հովիվ, մարդ, կենթանի եւ այլն։ Եվ շատ բարդ ներկայացում է, ասեմ ձեզ, գուցե մի քիչ շեղվում եմ ձեր տված հարցից, բայց ասեմ, որ շատ բարդ ներկայացում է։ Ինչու՞ն է բարդությունը։ Բարդությունը ֆիզիկական պատրաստվածության մեջ է, որովհետև գիտեք ինչ տիկնիկա, գուցե ինչ որ տեխնիկային թատրոնի էլեմենտներ կան այստեղ, որովհետև երբեմն մարդիկ տեխնիկների նման ուրեմն մտնում են ներս վարակույրի հետև, դուրս են գալիս, գնում են հետև, գալիս են առաջ, դա չի տեսնում հանդիսատեսը, բայց ֆիզիկապես շատ դժվար է, անգամ շատ երիտասարդ դերասաններ, որ փորձել ենք ներմուծել ներկայացման մեջ, շնչակտուր են լինում, բայց այս մեծահասակ դերասանները, որոնք 45, 30, 20 տարի խաղում են, շատ թեթև են դա անում, բայց արդեն երևի թե ժամանակն է, այսպես ասեմ, էստաֆետան հանձնել երիտասարդներին, եւ դա նույնպես կարծում եմ մեր թատրոնում սիրով կստացվի։ Մենք սիրով կսովորեցնենք այն ամենը, ինչ ձեռքբերումներ որ ունեցել ենք, կփոխանցենք իրենց երիտասարդներին, որտեղ երիտասարդ դերասանների կարիք շատ կա թատրոնում։ Վստահ եմ բաց չի մնա այդ դաշտը, որովհետև այսօր էլ դեռ շատ տաղանդավոր դերասաններ կան, շատ երիտասարդ, այսպես խոստումնալից արտիստներ կան, որոնք ասեմ, ես կուրս ունեմ թատերական ինստիտուտում եւ մանկավարժականում նույնպես, մանկավարժականը նոր հավաքված կուրս է, բայց այս դերասանական կուրսը թատերական ինստիտուտի ուղղակի շատ լավ կուրս է եւ շատ լավ ուժեր կան այնտեղ, թե տղաներ եւ թե աղջիկներ, հույս ունեմ, որ կստացվի, ինչ որ մի բան կստացվի։ Վստահաբար, ինչպես ընդունեցին Բերդում ներկայացումը։ Ոյ, ուրեմն Բերդ հասանք մեծ դժվարությամբ, չգիտեմ եղել եք այնտեղ թե ոչ, շատ դժվար ճանապարհ է, շատ ծանր ճանապարհ է, բայց գիտեք 500 երեխայի այդ բերկրանքը, ուրախությունը տեսնելով լիովին բավարարված է զգում, քեզ շատ հուզիչ էր։ Կարծում եմ կան երեխաներ, որ առաջին անգամ են ներկայացում դիտում։ Այդպիսի տպավորություններ, չասեմ, sense ժպիտով, վառվռով, պայծառ աչքերով, հայացքներով, շատ ճիշտ էին ընկալում հումորը, որ միշտ չի որ ընկալվում, որտեղ շատ նուրբ հումոր կա այս ներկայացման մեջ, այդ երեխաները այնքան ճիշտ ռեակցիա են տալիս, այնքան ճիշտ էին արձագանքում, դա մեզ համար մեծ պատիվ էր, իրոք մեծ պատիվ էր, եւ ասեմ, որ ներկայացումը խաղացել ենք եւ նաեւ Եղեգնաձորում, որտեղ դա 100-ամյակի շրջանակում կազմակերպած միջոցառում է Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից եւ ԿԳՄՍ նախարարության կողմից եւ կարծում եմ շատ ճիշտ ուրեմն մոտեցում են ցուցաբերել, որ հենց այդ երկու շրջանն է ընտրվել ներկայացումը ցուցադրելու համար։ Տիկին Մալյանս, ձեզ ինչպիսին կուզեր տեսնել Հենրիկ Մալյանը ժամանակակից թատերարվեստը։ Ինչպիսին կուզեներ տեսնել։ Այսօր։ Գիտեք, ինչ այդ ժամանակակից բառը մի քիչ ինձ համար տարօրինակ բառ է, որովհետև ժամանակակից, ստեղծագործողի ժամանակակից լինելը իր մտածողությունն է։ Մալյանը ժամանակակից է նաև այսօր, այսինքն այդպիսի խնդիր չի դրվել ժամանակակից լինելու եւ կտեսներ այնպիսին, ինչպիսին որ եղել է իր ստեղծած թատրոնը, իր աշխատաձևը, իր ռեժիսորական մոտեցումները։ Նա չէր փոխի իրեն։ Դա կհամարեր անհեթեթ մի բան, որտեվ ժամանակակիցը մարդն է մնում տարբեր ժամանակաշրջաններում։ Մերօրյա թատերարվեստը հիմնականում ինչպիսին կուզենար առանց ֆոկուսների։ Մարդու մասին, թատրոն մարդու մասին, հայ մարդու մասին, պատմություն մարդու մասին, ինչպիսի պատմություններ է պատմել Սարոյանը, Աղասի Այվազյանը, Այգեքսին, Առակները Այգեքսու, Բոկաչոն, այսինքն այն հեղինակների ստեղծագործություններ, որ բեմադրել է Մալյանը։ Այդպիսին կուզենար տեսնել։ Որն է եղել ամենա այսպես տպավորված խորհուրդը, որ լսել եք Մալյանից, որը մինչև այսօր ու այս տարիների ընթացքում միշտ ուղեկցել եք։ Բարևել մարդկանց, բոլոր մարդկանց, որ քեզ բարևում են։
դա գուցե ինչ որ պրիմիտիվ բան հնչի, բայց դրա մեջ շատ մեծ խորություն կա, որտեղ այդ բարևի մեջ կա այդ սերը, որի մասին փորձում եմ խոսել, հիմա ես շատ փակ մարդ էի, փակ երեխա էի, այսպես ասեմ, եւ ուրեմն քչվում էի, ճնշվում էի, ամաչում էի բարևելուց եւ այդ տպավորվել այդ մեջ, որ այդ բարևելը շատ կարեւոր է, դա լինի, չգիտեմ, պրոֆեսոր, լինի Փարաջանովը, թե մեր բակի, ասենք, հավաքարարը։ Այդ ինքը այդպիսին էր։ Եվ այդ պատճառով է, որ հիմա ես տեսնում եմ շատ եւ շատ մարդկանց, արվեստից դուրս մարդկանց, մեր բակում էլ մի մարդ կա, որ ամեն անգամ ինձ հանդիպում է եւ սկսում է Մալանի մասին խոսել, ինչ մարդ է, բայց ինչ մարդ է, եզակի մեծ, այսինքն այդ մարդիկ շատ հետաքրքիր ձևով են պատմում Մալանի մասին եւ հավատացեք, որ շատ անգամ ավելի հետաքրքիր, քան շատ եւ շատ ուրեմն արվեստի մարդիկ։ Պաստորեն բարևելուց հետո հաստատ այդ մարդկանց հետ մի երկու բառ ավել են զրուցել։ Եվ բոլորը ասում են, դու գիտեք ոնց է սիրել ինձ, բայց տարբեր մարդիկ, ոնց էր ինձ սիրում, շատ հետաքրքիր է։ Սոս Սարգսյանը երբ որ կարդաց հայրիկից գրված երկխոսություն 3-րդի համար գիրքը, ասեց ինչքան է սիրել մարդկանց Հենրիկը, ինչքան մարդու է սիրել։ Որտեղ այդ գիրքի սկզբանե հայրս առաջարկել էր, որ երկուսով գրեն, դրա համար է վերնագիր այդպեսին երկխոսություն 3-րդի համար, այսինքն Սոս Սարգսյանի եւ իր միջև պիտի լիներ երկխոսություն տարբեր թեմաների շուրջ ընթերցողի համար, բայց Սոս Սարգսյանը ինչ պատճառներով չաշխատեց այդ նյութի շուրջ եւ հայրս մենակ արեց այդ ամենը, հետո իր մահվանից հետո մենք խմբագրեցինք Հրաչյունի Տատուրյանի հետ եւ լույս տեսավ գիրքը եւ շատ եմ ուզում իմ երազանքն է որ այդ գիրքը վերատպվի որտեվ շատ հետաքրքիր գիրք է բոլոր կարելի է դասագիրք համարել օրինակ ռեժիսորների համար եւ դերասանների համար որտեվ շատ ճիշտ եւ խորը խորհուրդներ կան այդ գրքում Իսկ գուցե 100-ամյակի Ես հույս ունեմ հիմա մենք ֆինանսական աջակցություն ենք փնտրում գիրքը վերատպելու համար հույս ունեմ որ դա կստացվի Եվ գուցե նաև ձեր հաղորդման միջոցով որ լսեն մարդիկ եւ օգնեն մեզ այդ հարցում Վստահաբար, որովհետեւ լսարանը շատ մեծ է ու մենք նույնպես հետո կունենանք արդեն գրքի շնորհանդեսի շրջանակներում հանդիպել Առաջ Աստված Որն է Հենրիկ Մալյանի այն ֆիլմը, որն ամենից շատ եք դիտել ու որը առանձնահատուկ այսպես իր ուրույն անկյունն ունի ձեզ համար Գիտեք ինչ ես Դժվար եմ դիտում այդ ֆիլմերը, որտեղ հիշողություններ են կապված եւ չեմ կարող, ասենք, կենտրոնանալ արվեստի հարցերի վրա, այսինքն ոնց է կադրարված կամ այս դերասանը ոնց է խաղում, ես հիշում եմ իրեն։ Իսկ այդ հիշելը շատ, ոնց ասեմ, դժվար է ինձ համար։ Դժվար է, այսինքն հոգեբանորեն դժվար է վերադառնալ այդ եւ կարոտն է եւ այդ ամեն ինչը դե Էմոցիոնալ ուրիշ հուզմունք Եվ ասեմ ինքը չէր սիրում իր ֆիլմերը դիտել Ձեր հարցից դուրս գա ինքը չէր սիրում որովհետև ինքը ֆիլմը ավարտում էր եւ կտրվում էր ֆիլմից Օրինակ ռեժիսորներ կան որ անդադար մոնտաժում են ֆիլմ Ինքը երբ որ ֆիլմը ավարտում էր համարում էր այդ պատմությունը փակված եւ Բայց ինքը մասնակցում էր չէ մոնտաժին Անպայման, իհարկե։ Մոնտաժից հետո նկատուն եք, երբ որ արդեն ֆիլմը ամբողջությամբ պատրաստ է, ավարտվել, արդեն հանձնվել է, արդեն ստացել է մրցանակներ, գնացել է փառատոներ, ինքը անջատվում էր եւ չէր սիրում ֆիլմերը նայել, որտեվ ես կարծում եմ ինչ որ բաներ են նկատել ֆիլմում, որ գուցե այդպես չի կարելի, այսինքն վերլուծությամբ զբաղվել չի սիրել։ Հետագա ինչ է սխալ եմ արել, ինչ է ճիշտ եմ արել եւ այլն։ Նոր նյութ, նոր этап, նոր քայլ։ Բայց այնուամենայնիվ ես կարծում եմ դուք ունեք Ձեր ֆավորիտ ֆիլմը, որը կարող եք նշել։ Գիտեք, ես բոլորն եմ սիրում, որտեղ այդտեղ տեսնում եմ իրեն։ Եվ հովիվների մեջ եմ իրեն տեսնում, բոլոր հովիվների եւ բոլոր դարբինների մեջ, եւ այն փուճուր երեխայի մեջ հայրիկի, այսինքն ես իրեն եմ տեսնում, իր մոտեցումն եմ տեսնում եւ իր բնավորությունը։ Մենք իրականում ձեզ այսպես նայելիս մենք էլ Հենրիկ Մալյանին ենք տեսնում։ Թե վստահաբար ձեզ շատ են ասել որ դիմագծերով նմանությունը շատ մեծ է։ Գնալով ավելի եմ։ Բնավորության գծերով նման եմ։ Շատ կուզենայի որ մայրիկիս նման լիներ։ Իդեպ մայրիկս հայրիկիս բոլոր ֆիլմերի մոնտաժորն է եղել։ Հա, որտեղ մայրս ավելի հավաքեր, ավելի զուսպեր, ավելի էմոցիաները զսպող եւ այլն, իսկ Մալյանները բոլոր այդպես շատ էմոցիոնալ են եղել, շուտ նեղվող վիրավորվող
ինչ որ առումով խռովկան, բայց ես այդքան խռովկան չեմ, ինչպես հայրս։ Հայրս շատ խռովկան մարդ էր, այսպես ասեմ, այս բառով էլի բանանը։ Այսինքն շատ հեշտ էր խոցել Մալյանին։ Ու այսպես բնավորության այդ էմոցիոնալ ոչ թե բռնկվող էր շուտ, այլ բռնկվող էր, հա, բռնկվող էր, բայց գիտեք, շատ խորն էր էլի ինքը, ոնց ասեմ, շատ լավ հոգեբան էր։ Շատ լավ հոգեբան էր, շատ ուժեղ բիոդաշտ ուներ, դրա մասին պատմություններ եւ լեգենդներ կան, բիոդաշտի հետ կապված։ Շատ լավ էր զգում մարդուն, մի հայացքից ամեն ինչը տեսնում էր այդ մարդուն եւ ասեմ դες այդ ձևով էլ ընտրել է իր թատրոնի դերասաններին եւ ուսանողներին, պայքարել է ուսանողի համար, ասենք, եթե հավանել է այդ ուսանողին եւ զգացել է որ իր կուրսում պիտի սովորի, ամեն ինչ արել որ անպայման այդ ուսանողը լինի իր կուրսում, որտեղ ինքը շատ լավ զգում էր այդ նյութն ու այսպես ասեմ դերասանը որպես նյութ էս դեպքում կներեք այսպես արտահայտում ինչպես կարող է ճիշտ ուրեմն օգտագործել այս կամ այն դերասանին ճիշտ աշխատել դերասանի հետ ինչ որ բաներ անտեսել է բնավորության մեջ ինչ մարդկանց նու մեծահոգի մարդ է եղել շատ քիչ առաջ նշեցիք ձեր խոսքով որ ձեր ծնողները միասին, այսինքն Մալյանը նկարում էր, իսկ նրա կինը ձեր մայրը մոնտաժում ու միասին, արդյոք հեշտ ու համերաշխ էր ընթանում այդ process-ը։ Կարծում եմ մայրիկի մոնտաժը, այո, մոնտաժ աշխատանքային process էր, որտեղ չկային վեճեր եւ այլն, շատ հանգիստ եւ հանդարտ էր ընթանում, այո։ Տեսել եմ աշխատանքները, շատ փոքր ժամանակ անգամ ասել եմ, կարծեմ հաղորդման ինչ որ հաղորդման ժամանակ, որ քնում էին Զամբյուղում, որտեղ ավելորդ պլոնկաներն էին գցում, բրակ եւ այլն, դատարկում էին եւ ես քնում էի այդ Զամբյուղի մեջ։ Եվ անգամ ինչ որ ժապավեններ տալիս էին եւ ես կարողանում էի շատ հեշտ մոնտաժել, փոքր ժամանակ սովորել էի, որտեվ միշտ չէ որ կարողան տատիկս կարողանում էր ինձ ուրեմն ինձ հետ մնալ եւ մնում էի ծնողներիս հետ ոչ մի վեճ, ոչինչ ես չեմ տեսել։ Առհասարակ վեճ չեմ տեսել մեր տանը, չեմ լսել նման բան։ Չի եղել վեճ։ Նաև բնավորությունների տարբերությունն է շատ տարբեր են եղել եւ կարծում եմ կնոջ, ասենք կինն է պատճառը եղել, որ այդպիսի համերաշխություն է տիրել ընտանիքում, ինչպես եւ բոլոր ընտանիքներում այդպես։ Իսկ ինչպես ընդունեց ձեր հայրը այն փաստը, որ դուք ուզում եք շարունակել իր հետքերով։ Այ չեմ կարող ասել, բայց ինքը երազում էր, որ ես նկարչուհի դառնամ, որտեղ ունեի ինչ որ շնորհ։ Դուք նկարում եք։ Ինչ որ շնորհ, ես այդպես եմ, ինքը շատ էր հավանում այդ նկարները, եւ կարծում եմ գուցեև ինքը ճիշտ էր էլի, որտեղ ավելի ազատ ես, կախվածություն չունես ոչ մեկից, դերասանի տրամադրությունից, ասենք տեքստ մոռանալուց, դերասանի եւ այլ խնդիրներից։ Դու ես քո կտավն են, ներկերն են Այդ դեպքում ներկերը քո դերասաններն են եւ դու ոնց ուզում ուրեմն աշխատում ես այդ ներկերով։ Ու թատրոնում դժվար է դերասանների հետ։ Ամեն դեպքում ուզում էր որ նկարչուհի դառնաք։ Դերասանին պետք է ասել որ դու իրեն շատ ես սիրում, ինքը կուզեր որ ես նկարչուհի դառնա, այո։ Իսկ արդյոք նկարում եք հիմա Տիկին Մալյան։ Շատ քիչ, բայց փորձում եմ երբեմն։ Վստահ եմ չեք մտքափոխվել, չէ՞ որ այս ուղղությունը ընտրեցիք։ Ну գիտեք ինչ երբեմն լինում են պահեր։ Դե այդ երբեմն բոլորիս մոտ է լինում։ Մենք էլ ենք երբեմն շատ հարցերում։ Չեմ կարող ասել, արդյոք ճիշտ ճանապարհ է եղել սա։ Գիտեք ինչ, ուղղակի փորձել եմ թատրոնում անել այնպես, որ պահպանվի թատրոնը։ Պահպանվի այն ամենը, ինչ ստեղծել է Մալյանը։ Նպատակը դա եղել ավելին, քան իմ ստեղծագործական ամբիցիաների իրականացումը։ Ձեզ մոտ դա հրաշալի է ստացվում։ Շնորհակալ եմ։ Մենք գիտենք նաև, որ վարպետը չէր սիրում, երբ որ ընտանիքի անդամներից կամ հարազատներից ինչ-որ մեկը ներկա գտնվեր նկարահանվող հրապարակում, բայց ձեզ հաջողվել է ներկա գտնվել, որ ֆիլմ է եղել ու ինչպես հաջողվեց ներկա գտնվել կամ այս բան ինչ կհիշեք։ Եվ ինչպիսին էին տպավորությունները։ Դե ինչ ասեմ, ես պարզապես ներկա եմ գտնվել, որովհետև եւ հայրս եւ մայրս մասնակցել են նկարահանումների, որտեղ մոնտաժումը երբեմն պիտի լիներ։ Նա Մոսկվայում եղել հայրիկ ֆիլմի ժամանակ, որովհետև բնակարանի բոլոր տեսարանները նկարվել են Տաղավարում եւ Մոսկվայում։ Դա ոչ մեկը չի զգում իհարկե ֆիլմը դիտելիս, հայրիկ ֆիլմը դիտելիս, ոչ մեկը չի պատկերացնում, որ այդ բնակարանը Մոսկվայում է գտնվում։ Հիմա սա բնակարան չէ, սա Տաղավար է։ Սա
Սա տաղավար է, այո, սա տաղավար է։ Չգիտեմ ինչի այդպես եղել, չեմ կարող ասել։ Գտնվել եմ, մենք ենք մեր սարեր ֆիլմի նկարանների ժամանակ Խաշտարակ գյուղում։ Եվ եղել եմ ձայնագրմանը, մենք ենք մեր սարերի, որ այդ ամենաշատն է տպավորվել, երբ Ֆրունզե Մկրտչյանը եւ այդ փոքրիկ տղան Աշոտը այդ երկար զրույցն էր, եթե կհիշեք ֆինալում, հոր եւ փոքր տղայի զրույցը, այդ ձայնագրումն եմ շատ լավ հիշում եմ ինչպես կարողացավ Ֆրունզե Մկրտչյանը, այդ մեծ դերասանը այդ երեխային ճիշտ տրամադրության մեջ գցել, էլի, շատ հետաքրքիր է, իսկապես վարպետության դասեր դա։ Ուրիշ տպավորություններ, այդպես հիշողություններ չէ, երևի թե։ Ավելի շատ հիշողություններ երևի տան հետ են կապված։ Դե իհարկե, ինչպես բոլորը։ Ինչպես Մալյանը տանը, երբ որ երեկոյան ընտանիքով գուցե ընթրիքի շուրջ շփվեիք, խոսեիք, հետո այս հարցը արդեն հեքիաթներին անդրադառնալ։ Գիտեք, մենք երբեք չենք վանարել, էլի, որ մեծ մարդու հետ ենք ապրում, ռեժիսորի, շատ սիրված մարդու, այնտեղ փառատոների մասնակցած, տարբեր դերասանների հետ շփված տարբեր երկրներում, շատ པարզ մարդ էր, շատ པարզ, շատ սիրում էր շախմատ, շատ մեզ մոտ շատ հյուրեր էին գալիս, նարդեր խաղում, զրուցում էին, շատ էր սիրում խաղեր տարբեր տեսակի, շատ լավ զբաղվում էր երեխաների հետ, ֆոկուսներ էր ցույց տա, սցենար գրելն էլ շատ հետաքրքիր էր իր մոտ ստացվում, որտեղ իրան այդ ընդհանուր այդ ոնց որ կյանքը ասեմ, աղմուկը, զրույցներ օգնում էին իրեն, ինքը սիրում էր, երբ որ կա շունչ շուրջը, դա իրեն օգնում էր սցենար գրելիս, այդպես չի եղել, որ առանձնանա հատուկ կաբինետներում, ասի լռություն պահպանեք խնդրում եմ եւ այլն։ Հենց այդ բանը կարող էր վերջնել։ Ինքը գրում էր, առանձին իհարկե սենյակում էր դա անում, բայց երբեք ուրեմն չի եղել առանձնանալու շատ չափից դուրս դուռը փակելու, կողպելու եւ մտորելու ուրեմն այդ մոլուցքները շատ հեշտ էր անում, որտեղ շատ լավ էր պատկերացնում ինչ է ստացվելու։ Եվ սցենար գրելիս եւ նկարահանման հրապարակում։ Երեկոյան ձեզ հեքիաթ էր պատմում։ Նշել եք մի անգամ արցանցներ, որ յուրօրինակ կերպ էր։ Այո, պատմում էր, հեքիաթներ էր հնարում ինքը։ Պատկերավոր։ Ինքը հեքիաթներ էր հնարում իր մանկության պերսոնաժների շուրջ։ Արագ մի անգամից իմպրովիզացիոն, այսպես սերիալ էր հեքիաթներ, այսինքն այդ տղաների ինչ որ իրանց բակային, չգիտեմ, խաղերը, հարաբերությունները, ծնողներ եւ այլն, բայց գիտեք ամեն հեքիաթը երևի թե ուներ այդ մեսիջ ասվածը, էլի, ուղերձը։ Հենց այնպես ոչինչ չէր անում ինքը։ Իսկապես հենց այնպես ոչինչ չէր անում։ Եվ պատկերասրահում որոշ նկարների շուրջ կանգնելը, բացատրելը, եւ կտակարանի մասին պատմությունները, Հիսուսի մասին, շատ հետաքրքիր ձևով էր ներկայացնում Լև Լիրարքան, Շեքսպիրի ստեղծագործությունները հեքիաթ դարձրած։ Այսինքն ոչ մի բան հենց այնպես չի արել ինքը։ Այդ դաստիարակչական process-ը եթե նկատի ունեք, այսպես հենց այնպես խաղ չէր, անպայման մտածելու, ինտուիտիվության զարգացնելու միտումը կար։ Քանի որ գրական գործերից խոսեցինք, Տիկին Մալյան կնշեք, որոնք էին Հենրիկ Մալյանի սիրելի գրական գործերը։ Ոյ, մի քանիսը գոնե։ Թումանյան, Զարյան, Կոստան Զարյան նկատի ունեմ, Սարոյան, շատ լավ գիտեր գրականություն, ռուս գրականություն, համաշխարհային գրականություն, շատ, ինքը շատ է կարդացել, շատ, եւ ամեն ինչից էր տեղյակ։ Եվ դասական, եւ ժամանակակից են շրջանի գրողներից, եւ երաժշտությունից, այսինքն շատ մեծ ինտելեկտի տեր մարդ է եղել։ Շախմատ էր փայլուն խաղում, ընկերներ ուներ, Պետրոսյան իր ընկերն է եղել մանկության, Տիգրան Պետրոսյանը շախմատիստ, չեմպիոն, Գարի Գասպարյանի հետ կապված, ես հիշում եմ, որ նամակներ էր գրում մորը, ինչ որ խորհուրդներ, այդպիսի բաներ եղել են, եւ շատ բաներ կա, որոնց ես տեղյակ չեմ, իր ինչ որ մի կյանք կա, որից ես տեղյակ չեմ կարող լինել։ Դա իր անձնականն է։ Կարդացեք Թոթովենցի կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա, որ երազում էր ֆիլմ նկարահանել։ Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա, այո։ Թոթովենցը շատ լավ։ Կկարդակ, ինձ արդեն հետաքրքրեց ես ստեղծագործության հիման վրա էլ նկարվեց հենց Կտորմը երկինքը։ Մենք կկարդանք մյուսը։ Մյուսը կկարդանք։ Տիկին Մալյան, իրականում շատ հարցեր ունենք, որոնք ուզում ենք հնչեցնել, բայց հասկանում ենք, որ ամեն ինչ չափի մեջ էլ է գեղեցիկ։ Շատ լավ բան ասացիք։ Շատ շնորհակալություն, որ մեր հրավերը չմերժեցիք ու մեզ հետ եկիք այսօր առավոտյան
Եվս մեկ անգամ մենք ունեցանք հրաշալի առիթ խոսել մեր վարպետի մասին, Հենրիկ Մալյանի մասին, ձեր աչքերով ներկայացնելով, ձեր հիշողություններով մեզ հետ կիսվելով։ Կարևոր կարողացա ես ճիշտն ասած։ Ամեն ինչ շատ գեղեցիկ էր, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Եվս մեկ անգամ սիրելիներս հիշեցնենք, որ այս տարի սեպտեմբերի 30-ին կլրանա մեծն հայ լեգենդար կինոռեժիսոր, սցենարիստ Հենրիկ Մալյանի 100-ամյակը ու մեր այսօրվա ամբողջ թողարկումը նվիրված է Հենրիկ Մալյանի 100-ամյակին։ Շատ շնորհակալություն, ձեզ լավ օր ենք մաղթում։ Ձեզ մեծ ուժ ու եռանդ թե թատրոնում, թե սերնդափոխության հարցում եւ իհարկե թե երկխոսությունները վերատպելու հարցում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Մենք շարունակում ենք։